Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող նախագահ Վագն Խաչատուրյանը շարունակել է շփումները միջազգային գործընկերների հետ։ Սինգապուրի նախագահ Թարման Շամունգարանտնամի հետ հանդիպմանը Խաչատուրյանը ներկայացրել է Հարավային Կովկասի անվտանգային եւ քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին եւ դրա վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին։ Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային եւ նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, բազմակողմ հարթակներում եւ միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնման ու խորացմանը։ Եվրոպական միության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարտակոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի եւ վերականգնվող էներգիայի նախարար Սոբե Ալ-Մուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի, Բելարուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ Խաչատուրյանը քննարկել է խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ եւ առկա մարտահրավերներին դիմակայության նպատակով արվող քայլերը։ Հայաստանի նախագահն այցելել է America House, սա ԱՄՆ-ի պաշտոնական հարթակն է, որը ֆորումի օրերին ծառայում է որպես հանդիպումների եւ միջոցառումների կենտրոն, միավորելով պետական կառույցների, գործարար եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։ Coca-Cola Hellenic Bottling Company ընկերության գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչի հետ հանդիպմանը բարձր է գնահատվել ընկերության եւ Հայաստանի միջև շուրջ 3 տասնամյակ ձևավորված արդյունավետ եւ կայուն գործակցությունը, ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման եւ սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում, քննարկվել է գործակցության ընդլայնման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության համաժողովին, կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում եւ բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։